Աղջիկներս, բարի լույս ձեզ, ինչպես եք, մենք շատ լավ ենք, առավոտ արդեն ժամը քանիսն է, 10:30 է, պատրաստվում ենք խաշի, շուտով Աննայան կգան, սկեսրերս լավաշնա կտրում, Ստավրապոլից Գյորգին բերել, նայեք ինչ ընտիր լավաշա, մեր հայերն են տեղում թխում և տեղում վաճառում են. Մի հատը չգիտեմ ինչ արժեր, 50 ռուբլի կարծեմ։ Հա, 50 ռուբլի։ Մի հատը չէ։ Հա, մի հատը 50 ռուբլի։ Մեր ջուլբազը առավոտ շուտ տուն երեկ է աղջիկներս։ Երեկ ամբողջ օրը ջուլբազ դուս եմ եկել, էլ գոմերի հետև, էլ հայատ, էլ հարևանների հայատ, տենց ման էի գալի, տեսնեմ ուրա գնաց է, տնաշնշունը։ Որ արդեն կապվում ես, սիրում ես, կերակրում ես ու միամիտ տեսնում ես էլ չկա, ավտոմատ խառնվում ես իրար, հիմա գնացի, ճվացի սաղ, գիշեր ճվացել եմ, պատուանը բացել, գորացել, ջուլբազ չկա, ես գորում եմ, ես լսում, մեկ էլ առավոտ Սուսան տատիկը դուռը բացեց, ասում է ջուլբազը եկել է, սենց ամբողջ տնով ջուլբազով էինք այսպես տարված, նայեք ինչ անուշ եղանակ է դրսում, տատիկները արդեն դուրս են եկել, ջուլբազ, արի տորտ տամ կեր, արի ստեղ, ջուլբազ, ննդենայ, ջուլբազ, արի ստեղ, աղջիկները ստեղյակ եք, շունը 1 տարի եթե ապրում է, հաշվում են 10 տարի, իրա տարիքը թե չէ, ես այտենց գիտեմ, հլը մի հատ գրեք, տեսնեմ, եթե տեղյակ եք, գրեք էլի, թե 6 տարին է 10 տարի հաշվում, ջուլբազ, արի տորտ տամ, արի, գնանք տեսնենք Էլինան ինչ է անում, քանի որ հյուրասենյակում երաժշտություն էր միացրած աղջիկները, Էլինան այստեղ խելոք նստած իր համար կուկլաներով է խաղանում, հիմա պետք է համոզեմ, որպեսզի մազերը հյուսեմ, դեռ փոքր է, պետք է փոքրուց սովորեցնեմ մազերը հյուսել, որպեսզի մեծանա արդեն իր համար սովորական լինի, այդ իսկ պատճառով Միկվանից եմ իր մազերի հետ աշխատում, ճիշտ է իր դուրը չի գալիս, լացում է, չի թողնում նույնիսկ սանրեմ, բայց ամեն դեպքում ես իրեն չեմ լսում և անցնում եմ գործի, անընդհատ հյուսում եմ մազերը, կապում եմ, որ ինքը սովորի և ընտելանա։ Եթե ունեք աղջիկ երեխաներ, փոքրուց աշխատեք իրենց մազերի հետ, որ հետո հեշտ լինի ձեզ համար։ Հետո մանկապարտեզ, դպրոց գնալուց սիրուն հավաքեք, նոր ուղարկեք, որպեսզի դժվարություններ հետո չառաջանան։ Привет! Ոչինչ, բալես, սեքուց կբերես։ Մոռացել ես մեքենատ։ Ինչա մեքենա, մաշինը զաբիł. Burada. Ձեզ տալի, Ձեզ Արսենը մանկապարտեզից նվեր է իր հետ բերել, տեսնենք ինչ կա ներսում։ Чупа-чупс. Панда. Панда. Это тут чупа-чупса. Это спасибая. Նոր չուպա-չուպսա։ Ում ծնուններ Արսեն։ Միքայելի։ Да, Микаэль. Միքայելը հայ երեխա է։ Мама, похож ко мне. Հա։ Похож. Այսօր ծնունդ են արել։ Папа, ты? Դուր բացեմ։ Это Элину. Хорошо։ Минуки. Папа, ты? Ինչ է սպարում։ Գնում ենք պատվիրել իր համար, ինչ ես պատվիրել հլասը։ Пластилин. Պլաստիրինի համար պարում ու աղջիկներս էլ նայս քնասրեցին, դրսում ահավոր եղանակա, քամիա, ճիշտ է տենց անձրև չի, բայց լավ քամիա սենց։ Իսկ թվում է կհասցնենք գնանք պոշտ գանք,
ծանրոց եմ ստացել, գնանք վերցնենք գանք, երիկի պատվերը վերցնենք և այդպես գանք, սուրճ կդնեմ, միասին կբացենք մեր ծանրոցը, նախքան գնալս, գալս մի հատ դուք գրեք տեսնեմ կգուշակեք ում կողմից է ծանրոցով է ուղարկել, եթե գուշակեցիք, ավելի լավ, եթե չէ, տեսալովակի ընթացքում կիմանաք ով ուղարկել և ինչեր են ուղարկել։ Ну, ես երկու բան գիտեմ ինչա, բայց էլ մնացածը չգիտեմ։ Քանի որ գիտեմ, որ քաղցրեղեն է երեխաների համար, բայց այնտեղ գրած է 7 կիլոգրամ, այդ թե ինչ կա ներսում, այդ մեկը չգիտեմ։ Պես որ գնացինք աղջիկներս, շուտ գնանք, երիկս էլ է գալի հետս ու կմիանամ ձեզ։ Կոֆեն կդնեք, սպասեք ինձ, այսինքն կամ կոֆեն դնեմ, դուք էլ կդնեք ու կանցնենք ծանրոցը բացելուն, տեսնենք ինչ ենք նվեր ստացել և ով է ուղարկել։ Սուսան տատիկը տանն է, Էլինան քնած է, Երգին էլ աշխատանքի է։ Բոլորի մասին այսպես կարճ կոնկրետ ասեմ, որ չգրեք, բա ուր է, բա որտեղ է, ասկի այս էլ աննանց տունն է։ Եթե ձեզ ինչ-որ մի բան չեմ ասում, դուք արդեն ավտոմատ ենթադրում եք։ Այնպես որ հանձնագիրս վերցնեմ ու գնացինք։ Անենց հավես եղանակ, տնից որ նայում ես դուրս, ոնց որ են որ մառոս լինի, հա, քամի, ցուրտ, բայց դուրս ես գալի դուրս, տաք, ինքը տաք քամի, ասարեսնող չես պես, շատ հավես եղանակը, ես նկարս, հենց ոնց որ պատկեր եղնի, հալը նայեք։ Սուսան տատիկն ու Էլինան քնած են, հիմա կարթնանան, կտենան, մենք տանը չենք։ Չնայած միջև արթնանան, մենք արդեն տուն կվերադառնանք։ Էլ չարթնացրեցի տատիկին, հաջան։ Հարսի կանց տունն է, բալես։ Ահա։ Այս մասում մենակ երևի թե այս տունն է ազատ։ Մեր բոլոր այս թաղամասի տները զբաղված են։ Մենակ ես տունն է դատարկ, մարդ չկա։ Մեկ էլ այստեղ եկեղեցու մոտ տուն կա, վաճառում են, կարող եք գալ մեզ հարևան, այստեղ ահավոր քամի է, պես ինձ կօգնի, մեր ծանրոցը տուն կբերենք, Գյորգին ուշ է գալու, դրա համար մեքենայով չեմ բերել էլի, մինչև սպասեմ Գյորգին գա, ժամը գիշերվա 9 կլինի, արդեն փոշտն է փակ կլինի։ Հայրիկ ջան, նոր, աջան։ Майку только куда-то подарили, что-то не игрушки, а что-то другое. Հա, բալես, դուղ արդեն երորդ դասանի տղա երեխեք եք ինչ իգրուշկա կյանք, կգնանք սիրուն, սվիտեր կարնես կամ շալբար կարնես ու կտանես հետդ, հա? Դա ուրիշ բան կմտածես կառնեք, ծնունդ է հրավիրված ամսի մեկին, պետք է նվեր ընտրենք, 15-րդ ծնունդն է, իր ծննդյան օրը ինքը դասի չի լինում օգոստոսին, հա, երեխեքը արձակուրդի մեջ են, ոչ բոլորն են տեղում գտնվում, մենք էլ հիմնականում ստեղ չենք լինում իր ծննդյան օրը, Հայաստանում ենք լինում կամ Հայաստանից նորես սկսեկած ենք լինում, բայց երևի թե այս տարի ստեղ կլինենք, կհրավիրենք իր դասընկերներին, որ արդեն պետք է 4 դասարան տեղափոխվեն, տեսնենք ինչպես կստացվի, Աստված առաջ, պլաններ չի կարելի գծել, ժամանակից շուտ, նույնիսկ եթե չի ստացվի, բարձրաձայնել չի կարելի։ Նոր իր ուսուցչուհին ատեսել, ասում Երիկ ման գալու ես գնում, Երիկս էլ համեստ, դա այնքան լուրջ է, որ զորով եմ ծիծաղացնում։ Հա Երիկ ջան, ոնց ես։ Հասնում ենք արդեն պոշտա, տեսեք ինչ մոտիկ է, ընդամենը 5 րոպեում։
Երնեք մանկապարտեզն եմ մոտիկ եղներ, ասում երկու երնեք միտեղ չի լինում, հիմա մերն է, մոտիկ լիներ, լավ կլիներ, մեր սղտորը արդեն դուրս սայք է սիրուններս, պետք է քախան անենք, երևի թե արդեն եղանակը կանգնեց, էլ է ձմեր երևի չի լինի, հեսա փետրվարը վերջանում է, մի անգամից գարուն է գալիս, պետք է անցնենք հողագործությանը, բայց 2 օր հետո իմ կյանքում լրիվ ուրիշ փոփոխություն է լինելու, ուրիշ այսպես ուղղությամբ եմ կենտրոնանալու, միգուցե ինձ շատ քիչ տեսնեք YouTube-ներում, 2 ալիքում էլ չգիտեմ, տեսնենք ժամանակ ինչպես ցույց կտա, հիմնականում չեմ ուզում դեռ ժամանակից շուտ ինչ-որ բան բարձրացնել, մինչև չլինի, չանցնեմ այդ ճանապարհը, չստանամ այն ամեն ինչը, որ ուզում եմ։ Տեսնենք ինչպես է ժամանակս ներում։ Բավականին զբաղված եմ լինելու։ Ու դրա հետ չեմ էլ ուզում ալիքս տուժի, ալիքներս տուժեն, հա։ Այսպես տեսողլուբակներ չտեղադրեմ, դրա համար եմ ստրես ապրում, մի խոսքով ուղեղս խառն աղջիկեք ջան, ինչ պետք է լինի, ոնց պետք է լինի 2 օրից հետո, արդեն պարզ կլինի, փոփոխությունները բնականաբար դուք էլ կզգաք, կտեսնեք, կնկատեք, ես դեռ ոչինչ ձեզ չեմ ասի, ենթադրությունները թողնում եմ ձեր վրա, լտեսնեմ կգուշակեք, ինչով պետք է զբաղվեմ, եթե իհարկե ցույց տամ ալիքում, բնականաբար կգուշակեք, եթե ոչ, ապա ոչ, այս ինչ են անում այստեղ, այս ինչ են անում, ինչ են ման գալիս, հələ, Опять мус, Хаджан. Я что-то держу. Ինչ? Вот это. Հա, բալես, վախեցա, ես մտածի օծ տեսար, անցաստար էստեղ իրանց դասանով ուսուցչու հետ մաքրում էին, ես չեմ սիրում, որ ճանապարհին սենց թղթեր են թափում, կեղտոտում, այնքան մաքուր էր, ուտում եք սիրուն աղբար կխկա, գցեք աղբար, ինչ կարիք կա, սենց գցում եք տարածքը կեղտոտում, հետո երեխեքն են դպրոցի գալիս մաքրում, հալվելը, հեսա կանցնեն մաքրությանը, այսպես չի մնալու էլի ուզում եմ ասեմ, Օզոն գնանք, թե պոշտերիք, գնանք խանութ, տենանք ինչ ես ուզում յարմրկայի համար, հետո նոր գանք Օզոն, հետո նոր պոշտա, որ պոշտից եմ մի անգամից տուն գնանք։ Почта. Почта начала ханут, потом. Գնում ենք խանութ, потом Օզոն, հետո նոր պոշտա։ Դեռ 6 րոպե կա պոշտը պերերիվեն հաց են ուտում, 1-ից մինչև 2-ն է։ Որ գնանք երիկը տնայներն անի, խանութում էլ է պերերիվ թե չէ, խանութը մեծացրել են իդեպ, այստեղ շատ քիչ են գալիս, հիմնականում պիտի ռշկա են գնում։ Ասում են Աննա ջան, սվետաֆոր խանութ ձեր մոտ չկա, ռայոնում աղջիկներս մեր գյուղում այստեղ չկա։ Պետք է հատուկ գնումների համար գնաս այդտեղ։ Հակա։ Աղջիկներս մենք արդեն տանն ենք, ասում եմ օպտիկայից, պոշտայից հավերի համար այսպես վիտամիններ են վերցրել, որ ծվատությունը լավ լինի, այսպես չգիտեմ, առաջ անգամ եմ առնում ես ձև, պետք է կարդամ ինչպես պետք է տանք և կտամ։ Հա, համ ղազերի համար է, համ
բադերի, համ հավերի։ Լյուբոյ դամաշնի птицы։ Աստեղ ярմարկայի համար sense կոնֆետներ վերցրեցի 15 հատ, որպեսզի վաղը վաճառի Երիկը դպրոցում։ Իր համար ստիլին էր պատվիրել։ Բացի բալես օզոնից Ոյ 18 գույնը։ Նոտիկը նոտասանը։ Իսկ այստեղ պասիլկենայիմ միասին ռասպակովկա կանենք, մի հատ կոֆե դնենք ու նոր կանք բացենք, հա։ Ինչ ես ասում։ Կարո սարքի։ Դասեր մոռացավ։ Ինքը գիտի իր պասիլ։ Տնայիններն աներ, նոր սարքեր։ Պրոստո սեց։ Կոֆե խմում ես, մա։ Անենք հան մեծ երեկի սաղոտկա զարեցի։ Մենակ գելը վերցրեցի այդ լվացքի համար, Սյուզերի խորհուրդով։ Սուսկա ջան, պրիվետներ, պատշիկներ, չնայած սա WhatsApp-ով է կգրեմ։ Շատ ուշ աշխատանքից գալի, ինձ գիշերներն ա հետևում։ Եվ պարկում եմ խնելու, այդ ժամանակ եմ քեզ հետևում։ Հա, բալես, ինչ տամ, բլինչիկ։ Ես ասպասի, ես կտամ ասի։ Սպասի, կոլաթը բեկա, նոր գնա։ Չես ուզում։ Խի։ Այսօր իրանք մասենիցա են արել, մանկապարտեզներում, սիրուն նկարներ էին նկարվել։ Դի ոչ մամա բան է բերեց։ Ինչ ա բերե մաման։ Էսկավատոր, ստե էսկավատոր չկա։ Աղջիկներս նորից մաղ եմ, առենի մաղը ջարդվավ։ Այստեղ կրեմի համար սենց սիրուն տոպրակներ են վերցրե, նասատկեք, նորից, մեկը մեծն ա, մեկը փոքրը, ես մեկը քանի սանտիմետրա, ստեղ պատվերը սայկել, հետևորդուհուս խորհուրդով, Սյուզա, այսինքը ոչ թե հետևորդու է, արդեն քանի տարյա մենք իրար հետ շատ մոտիկ ենք, որպես քուրեր, այսպես ասեմ, լաուն, այս հատուկ լվացքի համարը, Ասի իմա ասիկե։ սեվ, հա, արդեն հեղուկ գել ա, պետքա իրան, էտի պալես, էսի ուրիշ բանա, Դատո։ էսի նենց բանա, որ դուք իրան չեք հասկանում ինչա, Դատո, մամա։ պարաշոկա, մի բացի, Սա չի է։ էտ ապասն է, Почему опасно? դիոքսիդը տիտանա, էսի դեղա բալես, էսի չի կարել, մի խոսքով սիրուններս, հիմա մի հատ կոֆե խմենք, քաներին անքնած ա, 3-1-ում, Ես մի բապ սարքը։ ինչ պետի սարքես,